դա կհայտարարի, բայց ինքը որքան տեղեկությունը ուներ, քանի որ ֆրակցիայի անդամ է։ Ինչ պետք է ես ասեմ, ում գողանան, ինչի համար գողանան ինչ անեն, կամ գողումա գողացան, ես ուզում հասկանամ այդ ինչ է։ Դե որ կարողանաք հասնել ձեր տեխնատորին։ Իսկ իշխանափոխություն անելու համար պետք է այդ մի հոգուն գողանալ, որ իշխանափոխությունը լինի, հա։ Լուրջ։ Իսկ միջև այդ խնդիր չկար ավականիում։ Այսինքն կապ չունի։ Իսկ հիմա կա։ Իսկ չէ, իսկ հիմա կա, այսինքն մի հոգի դե գիտեք ինչ է կարողայով չի, հիմա ասենք մի հոգի որոշել է իր մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, հա, այստեղ ԿՊ-ն կբան ունի, ասենք, այստեղ падգամավորներ կան Հայաստան դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, падգամավորներ կան, որոնք քաղաքացիական պայմանագրից են դուրս եկել, ինչ հիմա ինչ-որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին եւ Գեգամ Նազարյանին մեկը մյուսից գողանալ, չեմ ասում որ падգամավորներ կան, որ քաղաքացիական պայմանագրի բանով դարձան քաղաքական գործիչ, հիմա Հայաստան դաշինքում են եւ բոլոր տեղերում տես բաներ կա։ Հիմա դրա ես հասկանում որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան երարցնել։ Կապ չունի քաղաքացիական պայմանագրի այդ մանդատի բայց հետո որոշել է որ պետք է Ով է այդ մարդը։ Ով է այդ մարդը, ուզում հասկանամ ով է այդ մարդը։ Բարեն Բադալյան։ Եթե չեմ սխալվում իրանց, եթե չեմ սխալվում իրանց բոլորը իրանց մեջ այտենց բարեկամներ են, չէ, իրանց բարեկամն է, չէ, եթե չեմ սխալվում։ Բայց ես ինչ իմանամ ուզում եմ։ Նորից եմ ասում, իմ ասելը այո ոչ կապ չունի որևիցե ձևով, բայց եկեք հենց պատկերացնենք ինչի համար, որ ինչ է։ Այդպես էլ ինչ որ տարբերակներ միանան, ինչ որ անդամներ միանան ու կարողանանք այնտեղ Հիմա որ գալիս են այդտեղ նամակներ են բաժանում падգամավորներին, ասում են եկեք վարչապետի իմպիչմենտ անենք, իրանք փորձում են ինչ որ մեկին գողանան Հարց, այո թե ոչ։ Չէ, գողանալու դուք մի հասկացեք։ Դե ասում եմ մենք որևիցե շատ համայնքներում ԿՊ-ն օրինակ ընտրություններում պարտվելուց հետո կարողացել է այդ համայնքում օրինակ Վանաձորում։ Բայց ինչ անելով, հասկաց Արկադի Փելեշյանը երրորդ ուժն է, որը որ ձայն է ստացել։ Արկադի Փելեշյանը տենց ինչ որ տեղից ուղակի օդից հայտնվեց, Վանաձորցիները գնացել քվեարկել են, հա, ձայնը ստացած մարդը հիմա մի քանի տարի է փաստացի ղեկավարում է Վանաձորում։ Եվ դա նորմալ պրակտիկա է պարլամենտական երկրներում եւ նման տրամաբանությամբ կազմվող միավորների մեջ դա նորմալ տրամաբանություն է։ Իսկ դա ոնց է ալնում որ Գյումրիում քիչ ձայն հավաքած տեխնացուն, որը երկու անգամ ավելի քիչ ձայն է հավաքել, մնացածը միացան եւ այսօր քաղաքապետ է։ Բա այդ ըլնումա ներողություն Վանաձորինը չի լնում, այդ ո՞նց է տենց։ Այսինքն եթե ձեզ է վերաբերվում, ընդդիմադիրներին է վերաբերվում, այդ բան նորմալ է, չէ, ժողովրդավարական process-ներ է։ Եթե դա կարա վերաբերի իշխանությանը, մարդ են գողանում։ Ինչ ո՞նց եղավ դա։ Չէ, մի րոպե խոսանք վերջացնենք, հա։ Տեսեք, օրինակ երբ որ ընդդիմությունը կոալիցիա է կազմում, ավելի շատ ձայներ ունենում, քան թե իշխանությունը ընտրում է քաղաքացի։ Վանաձորում այդպես չի, Վանաձորում Լուրջ ես ասում։ Մեկ այլ Լուրջ ես ասում։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը եւ Փելեշյանի դաշինքը իրար հետ ավելի քիչ ձայն ունեն, բայց դաշինք են կազմում։ Եղբայր, ես քեզ խնդրում եմ, արի չմտնենք մի դիսկուրսի մեջ, որտեղ դու պարտված ես դուրս գալու։ Որովհետև կրկնում եմ, երբ որ ձեզ է ձեռ տալիս, դա պարզվում է ժողովրդավար գործընթաց, երբ որ ձեռ չի տալիս, դա ինչ որ մեկին գողանում, ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է մենք Գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ տեր ենք կանգնում մեր ձայներին եւ շարունակելու ենք աշխատանքները վերջը մենք այնտեղ առաջի տեղն ենք զբաղեցրել եւ շատ աննախադեպ շատ ձայն ենք հավաքել երկու անգամ ավելի շատ քան ընդդիմադիրների երկրորդ, երրորդ տեղը կամ չորրորդ տեղը եւ շարունակում ենք աշխատանքը իսկ Վանաձորի հետ կապված հələ ես շատ խիստ կասկածներ ունեմ որ ձեր նույն Մամիկոն Ասլանյանը մեծ հաճույքով քաղաքացիական նշված ձեր Մամիկոն մեծ հաճույքով քաղաքացիական պայմանագրի հետ չեր աշխատի եւ չեր բանանի այլ հարց է քաղաքացիական պայմանագիրը դրա ցանկությունը ուներ թե չուներ, իսկ պարզվում է որ նման ցանկություն իհարկե չի։ Իմպիչմենտի հետ կապված ինք պատգամավոր Պանդիպունեմից արդեն ստորագրել է հաստատ։ Բա ինչ ենք անելու, բա ինչ ենք քաշվանք,
բա քաշվանք, բա հիմա ինչ ենք անել։ Իդեպ 5 падգամավոր արդեն պատիվ ունեմից Սկսվել է գործընթացը։ գործընթացը աննախադեպ մի բան, աննախադեպ մի բան, 4 տարի անց impeachment դաշինքի, ոնց էր, պատիվ ունեմ դաշինքը, չէի սպասում, անկեղծ շատ աննախադեպ էր։